ամենավատ բանը ինչն է, Վազգեն Սարգսյանը գիրքն էի կարդում, ինքը ասում էր 87-ին 88-ին մեղր էր եկել, մինչև Ղարաբաղյան հակամարտությունը, մինչև Ղարաբաղը։ Ու իր մոտ հակա վտանգը այդ ժամանակվանից ես նկատեցի, 86 թվի գիրք էր։ Ասում էր, մեղրիում բանակ զորակոչողների 50%-ը ադրբեջանցիներ են։ Տենց եղել, ճիշտ են ասում։ Հա? Ինչքան է։ 25 Ասում է բնակության քիչ տոկոսն են, բանակ զորակոչողների շատ տոկոսը։ Ինչ են ինքը ասում է բնակության քիչ տոկոսն են, բայց բանակ զորակոչողների 50%-ը Վազգենի գրքում էր, կարանք նայենք։ Ու ինչն է իր վտանգը, ասում է, հիշում եք, որ մեղրին կպայթի Հայաստան, հիմնական վտանգը ինքը ինչն էր տեսնում, ասում էր գալիս են, իրանց ծրագրով վերցնում են։ Կարեն Դեմիրճյանը խի առանձին շրջան սարքել մեղր շրջանը, որ որպես շրջան մնա հայկական։ Հիմա մեր ասածը ինչ է, մենք պետք է չթողենք իրանք այս պայքարը մտցնեն Հայաստանի դաշտ, չգան այստեղ, որտեղ ստեղ գալով, նյուվատի ասենք 100 հոգի բերելով, 500 հոգի բերելով, իրանք գործիք են ունենալու Հայաստանի վրա, վինցիլ են ունենալու, փակեն, բացեն։ Մի հոգի մեկի հետ կռվեց, գնալու են ճնշելու ճանապարհով, ասել են անվտանգություն պետք է ապահովել։ Մենք արդեն տվել ենք, Արցախը այս մարդը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում են կանգնացնենք այս մարդուն, ասում են գոնե հիմա կանգնացնենք չթողի մտնեն։ Այն որ իրանք ասում են 300,000 ադրբեջանցի բերենք, այդ 300,000 ադրբեջանցիների միֆն է, իբր ստեղ 300,000 ադրբեջանցի ապրել։ Այդ միֆով ուզում են բերել 10,000, 20,000, 30,000, բայց ամենաբարդ տեղը ստեղ է լինելու Վարդենիս։ Խնդիրը ինչն է, մենք չենք ուզում մի հատ էլ կա նոր սկսենք պայքարել, գնանք միտինգ անենք, օպերա գնանք, ասենք հեռացից։ Ընտրությունով ճամփենք, որ եթե մի ոտ շուտ անեինք, ճամփելը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արցախի մնացած մասն էլ չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Քարվաճարը Լաչինը չէր տա։ Մի ոտ շուտ անեինք, Արաբ կպրծներ։ Անխուսափել էր ինչ շրջանի տալը, բայց մնացողը վատ բանակցություն էր։ Վատ բնավորություն էր։ Հիմա ուզում ենք այս վերջի տեղը, որ ինքը ռումբա թողում։ Շատերը բանից, ով որ Կարճևանից են, նախնիները Նախիջևանից են։ Նախիջևան հայ մնացել է։ Ինչից է, սկզբից եկել են մի քանի գյուղ, հետո քիչ-քիչ վերցնել են։ Մեր վտանգը ինչ ենք տեսնում այս ամեն ինչի մեջ։ Չմտնեն, ոտատեղ չանեն, ժողովուրդ։ Ու էդի դրա կարիքը չկա, նեն չի Ադրբեջանի պետությունը այդ իր ծայրահեղ ծրագիրն է։ Բայց ինքը արդեն ամեն ինչ ստացել է, ու խաղաղությունը անխուսափելի է։ Միայն թույլ խաղաղություններն որ իրանք ստեղ կլինեն, իսկ ամուր խաղաղություններն որ ադրբեջանցիները Հայաստան չեն մտնի։ Մենք էլ տարածաշրջանում նորմալ վարժ ղեկավարով նորմալ երկիր կսարքենք։ Խաղաղության մեջ լավ հարաբերություններով վարժը առաջնորդող, վարժ ինչ անում, գործ ունենա գործանի։ Լինում է չէ մարդիկ, որ եթե աշխատանքի օրինակ այգում մեկի մի մարդու օգնության է կանչում, որ ձեր մոտ աշխատի։ Մեկը շատ սիրու խոսում է, մյուսն է արագ բաբախում է, գործանում է։ Ում կվերցնեք աշխատանքի։ Գործանողի չէ, եթե այգում մենք գործանողին ենք վերցնում աշխատանքի, ոչ թե վարժ խոսացողից։ Այդ վարչապետ նույնը չէ կանում։